Ինչ կապ ունի հեծանիվը Սարոյանի գրելու ոճի հետ։ Հեծանիվը մարդկության ամենապատվավոր գյուտն է, ասում է Վիլյամ Սարոյանը։ Սարոյանը շատ էր սիրում հեծանիվ վարել, պատահական չէ, որ այն դրսևորվել է գրողի ստեղծագործություններում։ Օրինակ, գողացված հեծանիվը, Ճամփորդություն դեպի Հանֆորդ, Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից հետո պատմվածներում, Հեծանվորդը Բևերլի Հիլսից վիպակում եւ այլն։ Հեծանիվն ինձ համար նախ եւ առաջ շարժում է՝ երաժշտություն, մեկնարկ, պոեզիա, արվեստ, առողջություն, զվարճանք։ 8-9 տարեկան տղայի համար շարժվելն ամենակարևորն է, շարժվելն ինքնին կյանք է, գրում է Սարոյանը։ Ինքնակենսագրական վիպակում գրողը նշում է. մինչև 16 տարեկանը բազմաթիվ հեծանիվներ եմ ունեցել, դրանք հարմարավետ էին, ամուր, դիմացկուն, եւ ես վարում էի արագությամբ եւ ոճով։ Վարելիս ես շատ բան իմացա ոճի մասին, նկատի ունեմ գրելու ոճի մասին, ոճի մասին առհասարակ եւ ամենուր։ Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ Սարոյանը լինում է Գյումրիում, որտեղ նրան նվիրում են հեծանիվ։ Այդ հեծանիվն այսօր պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում, որտեղ այցելել է Սարոյանը եւ հիացած գրառում կատարել թանգարանի մասին։